հիմքի եւ ընդհանրապես պահանջարկի այդ առումով պահանջարկի փոփոխությունը շատ մեծ է, քանի որ գիտեք, երևի նիտրիտներ եւ այլն համային հավելումներ շատ են սննդի արդյունաբերության մեջ օգտագործում ու մարդիկ արդեն դրան սովորում են, որոշ առումով ընկալելիության մակարդակը բթանում է ու իրենց մոտ պահանջարկը կա ել ավելի արտահայտիչ համեր եւ այլն, իսկ դրանք ավելի շատ տալիս է, այո, ասենք ասիական խոհանոցը, չգիտեմ, հնդկական խոհանոցը, այն մի փոքր ավելի էքստրեմալ մոտեցմամբ մեզ համար երբեմն ոչ բնորոշ, ասենք մեքսիկական խոհանոցը սկսել է հետաքրքրել մարդկանց, չնայած մեզ առանձնապես բնորոշ չեն այդ շատ սուր համերն ու հոտերը։ Մենք ավելի ներդաշնակ, այո, մեկը մյուսին լրացնող համերի կողմնակից ենք եղել։ Սա որոշակիորեն փոխում է մեր պահանջմունքը, բայց նաև այստեղ էլ կա հետաքրքիր մի բան, բալանսը գտնել, այսինքն մասնագետները, որպեսզի չկորցնենք ազգային նկատմամբ պահանջմունքը, հնարավորինս կարողանան ինտեգրել նորի պահանջը եւ ազգայինը։